Ըստ խնդրի, Լևոնը մտապահեց եռանիշ թվի առաջին թվանշանը ու ջնջեց այն։ Այնուհետև նա բազմապատկեց իր մտապահած թվանշանը ստացված երկնիշ թվին ու ստացավ դրա արդյունքում 301։ Պահանջվում է գտնել այդ եռանիշ թիվը։ Շատ լավ, ինչպես կարելի է այս խնդիրը լուծել։ Դե նախ եկեք ինչ-որ ձև համառոտագրենք ընդհանուր խնդիրը, դե եթե եռանիշ թիվ է մտապահել, ամեն թվանշան եկեք մի պատկերի տակ թաքցնենք։ Օրինակ առաջին թվանշանը թող լինի եռանկյունին, այնուհետև այսպես ինչ-որ քառակուսի և շրջանագծով երրորդ թվանշանը պատկերենք։ Ահա սա եղել է սկզբնական մտապահված եռանիշ թիվը, յուրաքանչյուրի տակ ինչ-որ թվանշան։ Այնուհետև Լևոնը կատարել է հետևյալ քայլը. մտապահել է առաջին թվանշանը և այն ջնջել ու բազմապատկել արդյունքում ստացված երկնիշ թվով, այսինքն մենք եռանկյունին բազմապատկում ենք ահա այս քառակուսի և շրջանագծով կազմված թվով, որը երկնիշ է, և արդյունքում ստանում ենք 301 ու պահանջվում է գտնել սկզբնական եռանիշ թիվը։ Այսքանը համառոտագրեցինք, ինչ-որ ձև խնդիրը հասկացանք, հիմա արդեն լուծումն է կոնկրետ պետք առաջարկել, դե իրականում այստեղ ակնհայտ է, որ պետք է աշխատենք արտադրյալի հետ արդեն, ինքն եկեք նախ հասկանանք ինչպես կարելի է ներկայացնել 301-ը երկու թվերի արտադրյալի տեսքով, ու դրանից հետո ընտրենք նրանք, որոնք թվանշան և երկնիշ թիվ են։ Ինքն միգուցե այդպիսի տարբեր թվեր լինեն, չնայած այստեղ մեզնից պահանջում է գտնել կոնկրետ եռանիշ թիվ, այսինքն միարժեքորեն է որոշվելու, բայց ամեն դեպքում մեզ պետք է ուղղակի 301-ը ներկայացնել երկու թվերի արտադրյալի տեսքով և հետո դրանցից ընտրել այն զույգը, որտեղ մենք ունենք մի թվանշան և երկրորդ թիվը երկնիշ թիվ է։ Եվ նշենք այստեղ, որ 301-ը հավասար է և դա արդեն պարզ բաժանարներով կարող ենք գալ, օրինակ ակնհայտ 2-ի չի բաժանվում, 3-ին նույնպես, որովհետև հայտանիշ գիտենք թվանշանների գումարը 3-ի չի բաժանվում, դա եթե 2-ի չի բաժանում 4-ը չենք դիտարկում, 5-ի ակնհայտ չի բաժանվում, եթե բաժանենք 7-ի կնկատենք, որ արդյունքում ստանում ենք 43 և ինչպես բոլորս գիտենք 43-ը պարզ թիվ է, հետևաբար մեզ մոտ 301-ի բոլոր բաժանարները կլինեն հետևյալը, սա նրա պարզ բաժանարներն է և եթե բաժանարների զույգով ենք ցանկանում ներկայացնել 301 կամ 7 անգամ 43 կստացվի կամ 1 անգամ 301։ Ակնհայտ է, որ 1 անգամ 301-ը չի բավարարում և բավարարում է միայն 7 անգամ 43-ը, որտեղից էլ արդեն կարող ենք եզրակացնել, որ առաջին թվանշանը եղել է 7-ը, իսկ երկրորդ ու երրորդ թվանշաններով կազմված երկնիշ թիվը եղել է 43-ը, որտեղից էլ կարող ենք նշել, որ Լևոնը մտապահել է 743 թիվը։ Շատ լավ, թեթև խնդրի լուծումը և հասկանանք ինչ արեցինք կրկին։ Ինչ-որ ձև այսպես պետք էր համառոտագրել, որպեսզի ավելի լավ հասկանանք ինչ է կատարվում։ Դա կարող է լինել պատկերներով, կարող եք դրա փոխարեն լատիներեն տառեր նշանակել ABC և հետո այստեղ ասել A անգամ B C-ն և այսպիսի դեպքերում վերևը գիծ են դնում, որպեսզի հասկանանք առանցին թվանշաններն, ուղղակի նշանակման տեսակ է։ Այսինքն երկու ձևով էլ կարող եք նշանակել, չնայած մենք նշանակումը չենք օգտագործել այդպես լուծման մեջ, ուղղակի հարմար էր համառոտագրության համար։ Եվ դա ինչպես նշեցի, աշխատում ենք արտադրյալի հետ։ Արտադրյալը պետք է ներկայացնել երկու թվերի արտադրյալի տեսքով, այսինքն երկու տարբեր բաժանարներ էր պետք, որոնց արտադրյալը կլինի 301 ու պետք էր գտնել այդպիսի բոլոր զույգերը և ընտրել այն զույգը, որտեղ ունենք մի թվանշան և մի երկնիշ թիվ։ Ու այստեղ 301-ը այնպես ստացվեց, որ այն հավասար է միայն 7 անգամ 43, երկու պարզ թվերի արտադրյալ է, որտեղից էլ միակ բաժանարների զույգը այդպիսի, որ մեզ բավարարում էր 7-ն ու 43-ն էր, որովհետև մյուսը 1 և 301 զույգն էր։ Հետևաբար առաջին թվանշանը 7 էր, երկրորդ երրորդ թվանշաններով կազմված թիվը 43, իսկ մեր թիվը 743-ը, ուստի այսքանով խնդրի լուծումը կարող ենք ավարտել։